Starlink արփանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանի մեջ։ Թիմադեդրի էջին քրարում գդարած է այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Starlink-ի բաժանորդները կգրնան իրենց աշխատանքը գազմագերբել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին մեջ բնության քիրգը, սարերում վրա, թաշտերում մեջ, անդառներուն մնալով անմիջական գաբի մեջ աշխարհի եւ բնության հետ գրած է վարչապետը։ Նախարար Հայրաբեդյանին խոսքով սա կարևոր ձեռքբերում է, քանի որ գաբահով է թվային ենթակառուցվածքներու նոր մակարդակ, անվտանգ եւ որակյալ գաբ հասանելիություն համաշխարհային առաջադարձարայություններուն, ինչպես նաև գաբի նոր հնարավորություններ բոլորին համար անգախ գտնվելու վայրեն։ Ամերիկացի գործարար Իլոն Մասկ նույնպես գրառում գդարած է հայտնելով, որ Starlink արդեն գործե Հայաստանի մեջ։ Starlink այժմ հասանելի է Հայաստանի մեջ, դառնալով աշխարհի 130-րդը երկրին մեջ հասանելի քերարակ ինտերնետ ծառայությունը, գրած է Իլոն Մասկ։ Ղազախստան պաշտոնական այցելության շրջանակներում մեջ Հայաստանի արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյան Աստանա միջազգային ֆինանսական կենտրոն այցելեց։ Այս մասին հաղորդակցություն տարածեց Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը։ Նախարար Միրզոյան զանոթացած է կենտրոնի գործունեության, միջազգային ընկերություններու ներգրավվածության համար ստեղծված պայմաններուն եւ ներդրումային միջավայրին։ Անդրադարձ կատարված է նաեւ կենտրոնեն ներս ներդրված միջազգային ընկերություններու համար հասանելի վեճերու կարգավորման միջոցներուն ադոր հիմքին տրված իրավական համագարկին։ Մարդու իրավանց պաշտպան Անահիտ Մանասյան աշխատանքային այցելությամբ Ստրասբուրգ կգտնվի։ Պաշտպանը հանդիպում ունեցած է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Էլեն Բերսեի հետ։ Իր խոսքին մեջ Մանասյան անդրադարձած է Ադրբեջանի մեջ կամայականորեն բահվող էթնիկ հայերու նկատմամբ իրականացվող գործընթացներուն մարդու իրավունքներու տեսանկյունեն խնդրահարույց ըլլալու եւ անձեր անհապաղ ազատ արձակելու կարեւորության հանգամանքին։ Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյան կարեւոր նկատած է Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքներու պաշտպանի հաստատության գայուն եւ գառուցողական համագործակցությունը, ընդգծելով Եվրոպայի խորհրդի ծրագիրներու թերագադարությունը Հայաստանի մեջ մարդու իրավունքներու պաշտպանության տարբեր ոլորտներու զարգացման գործին մեջ։ Փարիզի մեջ կայացած գագաթնաժողովին եվրոպացի առաջնորդները պայմանավորված են, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պիտի ներկայացնեն Եվրոպան Ուկրաինայ ղեկավարման շուրջ բանակցություններու մեջ։ Այս մասին հայտնած է Ուկրաինայ նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզի մեջ կայացած բանակցություններուն հաջորդած մամլու ասուլիսի ընթացքին։ Ուկրաինայ թիրքորոշումը հստակ է, Եվրոպան պետք է լապանակցություններու սեղանի շուրջ Եվրոպան չափազանց մեծ դեր ունի եւ պետք է ներկայացված լա, նշած է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։ Ըստ տեղեկություններու Ֆրանսիան բանակցություններու մեջ պիտի ներկայացնի նախագահ Էմանուել Մակրոն, իսկ Բրիտանիան վարչապետ Քիր Ստարմեր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտնած է, որ Ուկրաինայ խնդիրի ղեկավարման շրջանակներում մեջ հնարավոր է պայմանավորվել արևմուտքի մեջ սարեցված ռուսական հաշիվները օգտագործելու Ուկրաինայ վերականգնման համար, սակայն ըստ անոր արևմտյան երկիրները իրավունք չունին բռնակրավելու այդ հաշիվները։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտարարած է, որ Եվրոպական միությունը կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս հայտարարությունը եղած է Փարիզի մեջ Ուկրաինայ հարցով Եվրոպական քանի երկիրներու եւ Կանադայի առաջնորդներու հանդիպումեն հետո։ Մենք կնարգած ենք Ռուսաստանի վրա ճնշումներու շարունակականությունը։ Բարձ է, որ պատժամիջոցները պիտի մնան ուժի մեջ։ Մենք կփապակենք արդար եւ երկարադեպ խաղաղության համաձայնագիր, այդ է մեր նպատակը, նշած է ֆոն դեր Լայեն։ Միամարի մեջ 7.7 եւ 6.4 ուժգնությամբ երկու երկրաշարժ արձանագրված է գահիտնե Ամերիկայի երկրաբանական ծառայությունը։ Բանգկոկ Post-ը գահիտնե, որ Թայլանդի հյուսիսը դեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Բանգկոկի մեջ կառուցվող բարձրահարկ շենքը փլուզված է։ Ըստ Associated Press-ի Բանգկոկի մեջ բարձրահարկ շենքերու բնակիչները դարհանված են։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։